Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ զեկուցելու համար։ Կարևոր նախագծեր են, իրականում, քանի որ այս փոփոխությունները կան, արդեն քաղաքացիները բազմաթիվ հարցեր են ուղղում, իրականում ես հիմա ձեզ մի քանի հարց կտամ, որոնց պատասխանները մենք բազմիցս տվել ենք, թե եթերներում, թե գրավոր, բայց քանի որ դուք եք նախարարության ներկայացուցիչը եւ ձեր խոսքը կարծում եմ քաղաքացիների մոտ ավելի արժեքավոր է եւ այսպես ավելի շատ կշիռ ունի, կխնդրեմ Նաև դուք պատասխանեք մեր հարցերին։ Դուք խոսեցիք փոփոխությունների մասին, համահարթեցման մասին, որոնք տարածվում են եւ առաջին եւ երկրորդ եւ դրանից հետո ծնվող բոլոր երեխաների վրա։ Այստեղ փոփոխությունը զգալի է, հաշվի առնելով նախկինում գործող կարգավորումները։ 500,000-ի դեպքում մենք արդյոք պատրաստվում ենք նաև լրացուցիչ ինչ-որ անհրաժեշտ միջոցներ տրամադրել նորածիներին, թե ոչ, օրինակ baby box-երի տեսքով կամ գուցե այլ պարագաների տեքստում ինչ-որ նախարարությունը կքննարկի։ Երկրորդ հարցը, որ ցանկանում եմ հիմա բարձրաձայնել եւ իսկապես այսօր առավոտից ինձ 4 հայրիկ եւ մայրիկ են դիմել, ում երեխաները ծնվել են մոտավորապես 1 ամիս առաջ, 2 ամիս առաջ, բայց մինչեւ հիմա նրանք չեն կարողանում ոչ մի աննվակ գումարները ստանան, որոնք ծնվել են Հայաստանում քկագում ունեն գրանցում եւ ոչ էլ կարողանում են այն անգործության թերթիկով պայմանավորված անաշխատունակության թերթիկով պայմանավորված համապատասխան վճարներ ստանան։ Կցանկանայի հասկանալ ինչով է սա պայմանավորված, որտեւ այդ անաշխատունակության թերթիկի հետ կապված եթե համակարգը փոխվում էր կամ լրամշակման փուլում էր եւ այստեղ մենք շարժ ունենք, ապա մի քիչ անհասկանալ է թե միանվագների դեպքում ինչու է այս խնդիրը ուշանում։ Երկրորդ դուք ասացիք, որ կլինեն դեպքեր, երբ որ օրինակ մայրը տարբեր հանգամանքներով պայմանավորված գուցե Հայաստանի Հանրապետությունում չի լինի, բայց բալիկ կունենա, ասած ես ուղղակի կուզեի մանրամասնել, այս դեպքում մենք ինչպես ենք ֆիլտրելու այնուամենայնիվ, եթե օրինակ ինչ-որ միջոցառման մեկնած ծննդկանը բալիկին ունեն ոչ թե Հայաստանում, այլ ժամանակից շուտ է երեխան ծնվում եւ օրինակ ծնվում է հարևան երկրներից որևէ մեկում։ Այս դեպքում նախարարությունը այնուամենայնիվ կքննարկի դիմումը Հայաստանի Հանրապետությունում երեխային գրանցելու համար, թե ոչ, եւ հենց բուն նախագծի հետ կապված, որ վերաբերում է 50,000 դրամներ արդեն օրենքի կարգավորման շրջանակներում որպես նպաստ տրամադրելուն, մենք շատ խոսում ենք անկանխիկի մասին։ Կհիշեցնեմ։ Մենք շատ խոսում ենք անկանխիկ գործարքների խրախուսման մասին, եւս մեկ անգամ պարոն Խաչատրյան, կխնդրեմ ասեք, այս դեպքում, երբ որ մենք անկանխիկ ենք տալի նպաստը, անկանխիկ ծախսելու դեպքում արդյոք սրա վրա կտարածվի եւս այս 20%-ը։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցը նկատի ունեմ, քանի որ մեր մոտ հակառակ տրամաբանություն ա եղել, պարոն Խաչատրյան, այսինքն առաջին նոր ծնված երեխայի դեպքում ըստ երևույթին ծախսերը անհրաժեշտ պարագաները ավելի մեծ պետքա լինեն, ինչը այդքան էլ չի վերաբերում երկրորդ, երրորդ, չորրորդ երեխաների դեպքում, բայց մեր մոտ հակառակ տրամաբանություն է։ Հիմա այս դեպքում, երբ որ համահարթեցնում ենք, էլ ինչ լրացուցիչ պարագաներ ենք տրամադրում կամ տրամադրում ենք, թե ոչ։ Շնորհակալություն հարցերի համար։ Այո, դուք ճիշտ եք, հատկապես առաջի երեխայի դեպքում այդ ծախսերը ամենամեծն են եւ նաեւ դրանով պայմանավորված մենք այսօր տրամադրվող 300,000-ը առաջարկում ենք դարձնել 500,000 դրամ։ Ինչը, ինչպես սկզբում իմ խոսքում նշեցի, բավականին մրցունակ, նույնիսկ ասեմ մրցունակ նպաստի չափ է, նաև համեմատելով եվրոպական երկրների հետ կարող եք ինքներդ հետաքրքրվել եւ այս 500,000 դրամը վստահ ենք, որ բոլոր նորածնի հետ կապված ծախսերը անպայմանորեն կհասցեագրվեն, սկսած երեխայի մահճակալից, առաջին անհրաժեշտության մի քանի ամսվա պարագաների հետ կապված ծախսերը կատարելուց, նույնիսկ car seat-ի հայերեն տարբերակը չգիտեմ car seat-ի, միգուցե նաև car seat-ի սայլակի ծախսերը նաև կարողանան հոգալ։ Baby box-երի տրամաբանությունը մենք քննարկել ենք ժողովրդագրության ռազմավարության ներքո եւ մեր միջոցառումների ցանկում նման գաղափար իհարկե կա, բայց միգուցե այն չլինի բոլորի համար, այսինքն մենք միգուցե որոշում կայացնենք, որ այն տրամադրելու ենք օրինակ որոշակի
խմբերին, այսինքն անապահովության մեջ գտնվող ընտանիքներին կամ baby box-ի մեջ մենք չենք պատկերացնում քարսիթերը, պատկերացնում ենք ավելի շատ, օրինակ առաջի 3 ամսվա խնամքի պարագաները, օճառներ, սաներ եւ այլն չմանրամասնեմ, սա նաեւ ունի որոշակի կրթական բաղադրիչ, որովհետեւ հատկապես առաջին երեխայի դեպքում շատերը կարող են չունենալով այդ փորձառություն կարող են չիմանալ, որ ինչ պարագաները պետք է այդ դեպքում օգտագործել, սա առաջին 3 ամսվա համար կարող է դառնալ նաև հուշով ու կրթական բաղադրիչով աջակցություն։ Անաշխատունակության թերթիկների մասով եկեք ամեն դեպքում անջատենք սա միանվագ նպաստից, անկեղծ ասած միանվագ նպաստի մասով որևէ դժգոհություն չեմ լսել եւ եթե կան ինչ որ կա դեպք կամ նույնիսկ դեպքեր, խնդրում եմ տվյալներ տրամադրեք, որտեղ բնականon կերպով բոլորը վճարում են, ստանում են եւ ամեն շաբաթյա պարբերականությամբ, ամեն շաբաթ ձևավորված ցուցակներով կատարվում են հատկացումները։ Կներեք, այստեղ կարող եմ մի դիտարկում անել։ Հնարավոր են դեպքեր, որ դիմել են այդ միանվագ նպաստը ստանալու, նշելով բանկը եւ ինքը նստում է բանկի այլ հաշվի համարին։ Իրենք ուղղակի պետքա ստուգեն։ Ոչ թե նստում է բանկում իրենց ունեցած ինչ որ ընթացիկ հաշվի համարին, այլ հաշվի համարին, որի գոյության մասին կարող է իրենք չիմանան։ Ուղղակի պետքա տեղեկանան բանկից իրենց անունով գումար կա արդյոք թե ոչ։ Մեր ընթացակարգը հետևյալն է, թե on-line տարբերակով դիմելու եւ թե միասնական սոցիալական ծառայությանը մոտենալու եւ դիմում ներկայացնելու դեպքում շահառու ծնողը նշում է իր նախընտրելի բանկը։ Այս դեպքում համենայն դեպս գործող համակարգով տեղյանում հետևյալը փոխանցումը կատարում է բանկին իր անունով, բայց պարտադիր չի, որ բանկը փոխանցի իր հաշվին եւ որպես կանոն այդպես չի անում եւ արդեն շահառուն ով հանդիսանում այդ բանկի հաճախորդը պետքա կապ հաստատի թեկուզ հեռախոսով կամ մոբայլ բանկինգի միջոցով կամ մոտենա եւ այդ գումարը արդեն ինքը որոշի թե իր որ հաշվին պետք է փոխանցի քարտային հաշվին, խնայողական եւ այլն։ Ինչ վերաբերում է անաշխատունակության թերթիկներին, նաեւ մայրության հետ կապված, եթե կհիշեք, այս տարի ձեր բարձր հովանու ներքո մենք վերջապես այդ թերթիկների մեխանիզմը փոխեցինք եւ այսօր ամբողջությամբ սկսած սեպտեմբերի 1-ից այն իրականացվում է թվային միջավայրում եւ բժշկից այդ անաշխատունակության թերթիկը վերցնել, տանել, գործերկայացնել, կնիկ, հետո վերադարձ եւ այլն, բոլոր այս process-ները այլևս գոյություն չունեն, ամբողջը կատարվում է բժշկի այցից սկսած ավտոմատ եղանակով, այսինքն մեր բոլոր տեղեկատվական շտեմարների փոխգործելիության միջոցով եւ նույնիսկ գործատուն, որ իր աշխատակիցը անաշխատունակություն ունի, իմանում է համակարգի միջոցով, այսինքն նույնիսկ կարիք չկա, որ աշխատակիցը զանգի կադրերի բաժին եւ տեղեկացնի, որ ինքը անաշխատունակ է։ Իհարկե, ինչպես բոլոր նոր համակարգերը ունենում են որոշակի խնդիրներ, տեխնիկական, ծրագրային եւ այլն եւ այս համակարգը անմասն չի մնացել այդ երևույթից, բայց պետք է վստահորեն նշենք, որ դրանք համատարած չեն եւ մի փոքր տոկոս, 1-2-3%-ի դեպքում միգուցե առաջացնի որոշակի խնդիրներ, որոնք ընթացս լուծվում են եւ եթե գիտեք քաղաքացիներ, ովքեր այս գործընթացի մեջ դուժել են կամ չեն ստացել ժամանակին եւ այլն, խնդրեմ նիստից հետո փոխանցել տվյալները, մենք արագ կկարգավորենք, ինչպես նշեցի, դրանք ընթացս լուծվում են եւ եթե հայտնաբերվում է խնդիր, որը
չէր նախատեսվել կամ տեխնիկական է, դա նշանակում է, որ լուծվելուց հետո նմանատիպ խնդիրները արդեն համարվելու է լուծված, որովհետև այդ խնդիրը տեխնիկապես կարգավորել եւ նմանատիպ խնդիր էլ չի կրկնվելու հաջորդ ամիսներին, սա նշանակում է, որ մենք արդեն կամ ավարտել ենք կամ շուտով բոլոր խնդիրները հասցեագրած կլինենք, դրսում ծնված երեխաների մասով, տեսեք, հետևյալ ուրեմն տարբերակն է գործում դրսում ծնված երեխայի գրանցման գործընթացներում։ Եթե երեխան ծնվել է այլ երկրում եւ ծնողը ունի երկու տարբերակ։ Երեխայի ծնունդը գրանցի այն երկրում, որտեղ որ ծնվել է երեխան, կամ այդ երկրի այն կլինիկայում, որտեղ երեխան ծնվել է, ծննդօգնությունը տեղի ունեցել, անբացառ փաստաթղթերով ներկայանում է ուրեմն հյուպատոսական հայկական բաժին, դեսպանատուն եւ ծնունդը այդ թղթերի հիման վրա գրանցվում է Հայաստանի Հանրապետության ՔԿ համակարգում։ Այդ դեպքում երեխայի ճամփորդության հետ կապված տրամադրվում է փաստաթուղթ, ըստ որի հիման վրա երեխան իր ծնողի հետ կկարողանա տեղափոխվել, այսինքն սահման հատելու համար փաստաթուղթ է պետք։ Այդ փաստաթուղթը կամ պիտի տա օտար երկիրը, որտեղ որ ծնվել է երեխան, կամ այն երկիրը, որտեղ գրանցվել է, այսինքն Հայաստանի Հանրապետություն, որը կգրանցի ծնունդը։ Հիմա եթե պատասխանեցի իհարկե ձեր հարցին, հա, եւ 4-րդ հարցը կապված անկանխիկի հետ, ինչպես գիտեք, 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի չափը 12%-ից սահմանվելու է 20%, եւ սրանից օգտվել են բոլոր պարբերական վճարումներ ստացողները, սկսած բնականաբար կենսաթոշակից, վերջացրած նույնիսկ անապահովության նպաստ ստացողները եւ պետք է ասեմ նաեւ երրորդ եւ հաջորդ երեխայի այսօր աջակցություն վաղը նպաստ առողները նույնպես կարողանան օգտվել, այսինքն եթե 50,000 դրամն ամբողջությամբ ծախսվի անկանխիկ եղանակով, ապա 10,000 դրամ նրանք կգեներացնեն հետվճար, այսինքն կստացվի 60,000 դրամ, ըստ էության, այո, ավելացում է իրականում։